Այս անկյունը բնակարանի միջանցքում արդեն 5 տարի անընդմեջ նոր նկարներով ու աշխատանքներով է լցվում, որոնք նվիրվել են ընտանիքի ավագ որդուն Համլետին։ Երիտասարդը մասնագիտությամբ ֆինանսիստ է, ուսումը կիսատ է թողել բանակում ծառայելու համար։ 2020-ի պատերազմը դիմավորել է իր գնդում Սիսիանում, որպես շարքային զինվորական։ Կարճ ժամանակ անց զինակիցների հետ տեղափոխվել է Մարտի դաշտ։ Մորն այդ պահին ոչինչ չի ասել։ Սիսիանի կոստում էր ծառայում։ Հոկտեմբերի 8-ին զանգում է հորը, ասում է պապ մեզ տեղափոխում են, տանում են Հադրութ կռիվ։ Մամա ինչ ասես, թող չանհանգստանա։ Չի ասում ամուսինս մեզ։ Հոկտեմբերի 8-ին տեղափոխվում են Հադրութ Աբդուլաղվարի գյուղ։ Այնտեղ թեժ մարտեր է տեղի ունենում։ Արմինեն պատմում է, որ ամուսնու անհանգստությունն է իրեն հուշել, որ որդու մասին ինչ-որ բան իրենից ծածուկ են պահում։ Վերջին հեռախոսազրույցը Համլետի հետ եղել է 2020-ի հոկտեմբերին, նրա անհետանալուց 1 օր առաջ։ Ասում է մերս ամեն ինչ նորմալ է, լավ եմ ես, իմ մոտ ամեն ինչ լավ է, ասում եմ համ ջան, հաստատ կռվի դաշտում չես, չէ մամ ջան, ասում եմ Սիսիանում եմ, ասում եմ, բայց հերն է վերցնում հեռախոսը, հորն ասում է, որ պապ վիճակը շատ վատ է, ընկերներիցս մեկը մահացավ, շրջափակման մեջ են, չգիտեմ ոնց կլինի։ Խոսակցության հաջորդ օրը հոկտեմբերի 14-ին որդին իր մարտնկերների հետ նահանջի հրաման է ստանում, քանի որ թշնամու հատուկ նշանակության գերակշիռ ուժերը շրջափակում են տեղանքը։ Զինվորները նստում են բեռնատարներն ու դիրքերից մի քանի 100 մետր հեռավորության վրա խոցվում թշնամու ԱԹՍ-ներից։ Որդից ողջ է մնում, այնտեղ հրամանատարների զինվորներից վկաներ ունենք, որոնք ասում են, որ իրանք վիրակապել են տղայից գլուխը, ձեռքը վիրավոր է եղել։ Թե ինչու եւ ինչպես է ստացվում, որ ողջ մնացածները վիրավոր զինվորին չեն տեղափոխում ապահով վայր, պարզ չէ։ Վկաներն իրար հակասող պատասխաններ են տալիս։ Դեպքից հետո շուրջ 2 ամիս Համլետի հարազատները փնտրում են նրան հիվանդանոցներում, բայց ապարդյուն։ Դեկտեմբերի առաջին օրերին պատահաբար ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հարազատները տեսնում են տեսանյութ, որում երևում է Համլետը։ Давай, иди. Давай, реально. Տեսանյութում վիրավոր Համլետին գտնում եւ գեր են վերցնում ադրբեջանցի հատուկ ջոկատայինները։ Տեսանյութից հասկացվում է, որ երիտասարդն անադեկվատ վիճակում է, ամենայն հավանականությամբ գլխի շրջանում վիրավորման պատճառով։ Ճիշտ ասած ուրախանում եմ այս վիդեոն տեսնելով։ Շատ ցավալի է, բայց ուրախանում եմ, որ գոնե ողջ է, գտան, հետ կվերադարձնեն։ Համլետին սակայն գերիների պաշտոնական ցուցակում Ադրբեջանը չի ընդգրկում։ 2020-ի պատերազմից հետո շուրջ 80 նման դեպք է արձանագրվել, երբ վիդեո եւ ֆոտո ապացույցների միջոցով հաստատվել է, որ մարդը, որպես ռազմագերի, հայտնվել է ադրբեջանական կողմի տիրապետության տակ, սակայն նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս երևույթը կոչվում է բռնի անհետացում։ Այդ տարածք գնացել է ամուսինս մի քանի անգամ, Այնի Կարմիր խաչի, բոլորով գնացել են այդ տարածքը, քննել, զննել են, ման են եկել, ամբողջ տարածքով նայել են, որ գոնե ինչ-որ մի հատ հուշող բան, ինչ-որ մի բան, ամբողջ տարածքը նայել են, ոչ մի բան չի հայտնաբերվել, չի գտնվել։ Բռնի անհետացումը տեղի ունեցել թե 2020 թվականին եւ թե 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով, ուստի առաջին եւ 4-րդ գանգատներում կան բռնի անհետացման առնչվող հարցադրումներ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն իր գործընկերների հետ 2020-ից հավաքել եւ մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հայ զինծառայողների եւ քաղաքացիականների բռնի անհետացման փաստերը, որոնց մասով եվրոպական դատարանը պատասխան է պահանջել Ադրբեջանից։ Վերջինս սակայն հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն շուրջ 80 գերեվարվածների վերաբերյալ։ 171 զինծառայողը անհետ կորած ըստ պաշտպանության նախարարության, 21 թե 23 քաղաքացիական անձ, այդ պաշտոնական տվյալներ են 20 թվականից սկսած։ Անհետ կորած զինվորների եւ քաղաքացիականների թեման որոշակիորեն շահկապված է մասունքների հետ, որոնք մինչև հիմա պահվում են պետական համապատասխան կառույցներում։ Նախորդ տարիներին ԴՆԹ թեստերի հետ կապված տարբեր հարցեր են ի հայտ եկել։ Ընդհանուր առմամբ անվստահության մթնոլորտ կա այս process-ի շուրջ։ Ըստ առողջապահության նախարարության 81 մարմին եւ մասունք, որոնք ըստ պետության նույնականացվել են, այսինքն պատկանում են որոշակի անհետ կորածի, բայց ծնողները չեն համաձայնվում։ Հիմա բայց այս 81-ը
այնպես չի, որ 81-ն էլ սխալ ԴՆԹ-ի արդյունք է։ Խնդիրն այն է, որ չկա Հայաստանում որևէ կառույց, որն աշխատում է հենց անհետ կորածների խնդիրների ուղղությամբ, նշում է Տաթևիկ Սողոյանը։ Չկան այդ գործում մասնագիտացած փորձագետներ, որոնք որպես մեկ կառույցի ներկայացուցիչներ անընդմեջ կապի մեջ կլինեն անհետ կորածների հարազատների հետ եւ որ ամենակարևորն է, չկա կառույց, որին կվստահեն այդ մարդիկ։ Պաշտպանության նախարարությունը պետք է մշակեր անհետ կորածների վերաբերել օրենքի նախագիծ, որովհետև ի վերջո այդ գերատեսչության ծառայողներն են 99% դեպքերում գերեվարվել, պաշտպանության նախարարությունը պարզապես անգործություն է դրսևորել։ Ամեն մանրամասներ իրանց ասել են։ Իրանց մնում էր զանգեին, կանչեին քննության ու պարզեին։ Նոր անցած տարի սկսել են հարցաքննել։ Մի քանիսին դեռ չեն գտնում, մի քանիսը խոսքը փոխել է։ Նախորդ տարիներին անհետ կորածների հարազատները տասնյակ ակցիաներ են անցկացրել տարբեր պետական կառույցների դիմաց, փակել են փողոցներ, շենքերի մուտքեր։ Նպատակը իրենց խնդրին պատկան մարմինների ուշադրությունը գրավելն էր։ Մեր հույսը մի փոքր դրել էինք Աբազյանի վրա, ասել էր մինչև վերջ գնալու եմ այդ հարցով։ Մենք անընդհատ կապի մեջ էինք։ Միջ գերատեսչական հանձնաժողովը, որտեղ մարդիկ, չգիտեմ, որոշակի պարբերականությամբ հավաքվում են, ինչ որ բաներ են քննարկում, բայց այդ աշխատանքը մի հոգու աշխատանք չի, երբ որ մենք խոսում ենք հարյուրների մասին, երբ որ մենք խոսում ենք տարբեր իրավիճակների մասին։ Անհետ կորածների հարազատների վերջին սպասելիքները կապված էին հայ-ադրբեջանական համաձայնագրի հետ, բայց այն առայժմ որևէ արդյունքի չի հանգեցրել։ Հեշտ է գտնել այդ մարդուն, իրանց աշխատողն է, ու ասել ինչ է կարել այդ գերուն, ինչ է կարել, ուր է։ Հայ-ադրբեջանական համաձայնագիրը կարող է ազդել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ սկսված դատական պրոցեսների վրա։ Դրանք նախաձեռնել են 2020-ից հետո, այդ թվում բռնի անհետացածների ճակատագրերը պարզելու նպատակով։ Եվ կա 15-րդ հոդվածը, որը սահմանում է երկու կողմերի պարտավորությունը հետ կանչել ցանկացած միջպետական գործ։ Ընդ որում կողմերը նաև պարտավորվում են ապագայում այս հարաբերություններից ծագող նոր վեճերը չփոխանցել իրավական գործընթացներին եւ որևէ այլ կարգավիճակով մասնակցություն չունենալ իրավական գործընթացներին։ Հոդվածի կիրառման դեպքում պետությունը հետ է կանչելու իր հայցերը միջազգային դատական ատյաններից, սակայն բռնի անհետացածների ներկայացուցիչներից շատերը դիմել են նույն միջազգային կառույցներին որպես անհատներ, եւ այս գործերը քննվում են Հայաստանի հայցերից անկախ։ Հայաստանի Հանրապետությունը լինելով միջազգային դատավարության կողմ, երբ հրաժարման դիմում է ներկայացնում, մենք այս հարցի վերաբերյալ պետք է ունենանք դատարանի որոշում։ Ես չեմ բացառում, որ եվրոպական դատարանը, օրինակ, մեր հրաժարումը չթույլատրի։ Անհետ կորածների հարազատները հիմա սպասում են տեղեկության բոլոր այն կառույցներից, որոնք մասնակից են Ադրբեջանի հետ կուլիսային բանակցությունների process-ին։ Գուցե վերջապես դրանք հանգեցն են որոշումների, որոնց շնորհիվ սառույցը շարժվի տեղից։ Թե շնչում են իրանք, ապրում են, քնում են, ոնց չգիտեմ, բայց մենք կորցրել ենք մեր քուն ու դադարը, այս 5 տարի։ Մենք չենք ապրում, այս ապրել չի։ Այս ցավն ու տառապանքը, այս անորոշությունը սպանում է մեզ։ Իսրայելի բանակը անկախ այդ երկրի շուրջ տեղի ունեցող process-ներից չափազանց մեծ վստահություն է վայելում իսրայելցիների շրջանում։ Ինչու՞։ Որովհետև երբ որ այդ մարդիկ մասնակցում են մոբիլիզացիոն process-ներին, նրանք վստահ են, որ մարտի դաշտում հայտնվելու ժամանակ, եթե նրանց հետ ինչ-որ բան տեղի ունենա, ասենք գերի ընկնեն, զոհվեն, պետությունը միջև վերջ տերը լինելու նրանց։ Արմեն Նաթալյան, Վահրամ Աղոյան, Սուրանկյուն։